Ողջույն, այսօր Սիվիլենթի տաղավարից տեսակապով զրուցել եմ քաղաքագետ Վահան Բալայանի հետ, ով բնակվում եւ գործունեություն է ծավալում Գերմանիայում։ Այսօրվա զրույցի մեր թեման վերաբերելու է Կովկասի վերաբերյալ Գերմանիայի արտաքին քաղաքականությանը, քանզի վերջերս որոշակի ակտիվություն ենք նկատում։ Բարև ձեզ, պարոն Բալայան, շնորհակալություն, որ մեզ միացաք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Պարոն Բալայան, ինչպես նշեցի, վերջին ժամանակներում կարծեք թե Գերմանիան որոշակի ակտիվություն է ցուցաբերում Կովկասում, մասնավորապես հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում եւ առհասարակ գործընթացներում վերջերս կանցլեր Օլաֆ Շոլցն է հանդես եկել որոշակի հայտարարություններով, ինչպես նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը օրերս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին կոշտ քննադատեց Բաքվի գործողությունները Արցախի դեմ, ինչը շատերիս համար անակնկալ էր։ Նա նաեւ օգտագործեց forced deportation հայերեն ասած թարգմանությամբ պարտադրված տեղահանում եզրույթը։ Ըստ էս որոնք են Գերմանիայի այս ակտիվ քաղաքականության դրդապատճառները։ Այո, շնորհակալություն հարցի համար։ Մենք մոտ մի տարի է բացահայտ տեսնում ենք, որ Գերմանիան ավելի իր ուշադրությունը ուղղել է դեպի մեր տարածաշրջան, կոնկրետ մեր հակամարտության շուրջ ավելի ակտիվ է փորձում միջնորդել եւ դրական դեր ստանձնել։ Դա սկսում է նրանից, որ հունիս ամսին տեղի ունեցավ նաև Շոլցի հետ միասին այդ հանդիպումը Մակրոն, Շոլց, Ալիև, Փաշինյան, Միշել, այսինքն փաստացի ամենաբարձր մակարդակով տեսանելիորեն Գերմանիան սկսեց մասնակցել այս process-ին եւ գիտեմ, որ մեծ ողջավորություններ կան, հատկապես Աննալենա Բերբոկի արտգործնախարարի ելույթից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ պետք է ասել, որ սա մի կողմից կապ ունի Ֆրանսիայի դերակատարության հետ, որը փորձում է նաեւ Գերմանիային ընդգրկել այս process-ների մեջ, որ ստանա ավելի մեծ կշիռ, եվրոպական կշիռ այս գործընթացը։ Մյուս կողմից նաեւ պետք է ասել, որ Հայաստանը իր դիվանագիտական աշխատանքով կարողացել է Գերմանիային հասկացնել իր խնդիրները ինչ-որ չափով, բայց պետք է նաև չմոռանալ, որ շաբաթներ առաջ նույն Գերմանիայի ղեկավարության խոսնակը մերժեց այն գենոցիդ եզրույթը, երբ որ իրեն հարցազրույցի ժամանակ ասեցին, որ այնտեղ էթնիկ զտումներ են կատարվում եւ նաեւ գենոցիդ, ինքն ասեց դա պրոպագանդա է այդ եզրույթը մերժեց եւ Գերմանիան այստեղ Ֆրանսիայի կողմից հանգամանքներից ելնելով նաեւ այստեղ մամուլն է սկսել բավականին ակտիվ ներկայացնել իրավիճակը եւ այդ որ անցյալում միշտ երկու կողմերի մասին էին խոսում, ինչ որ չափով հավասարեցնում էին ագրեսորին Հայաստանի հետ, մենք այդ этаպից անցել ենք առաջ, բայց ամենակարևոր հարցը այս պահին նա է, թե հայտարարություններից բացի կլինեն կոնկրետ քայլեր, թե կմնա այս ամենը հայտարարությունների մակարդակում։ Այս համատեքստում ես կուզեի հարցնել, օրինակ հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նույն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին կարևորեց բանակցային գործընթացը, բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, իհարկե Եվրամիության հովանու ներքո, որը նաեւ ինչ որտեղ հասկացվում է հօգուտ բրյուսելյան գործընթացի հարթակի, սակայն ելնելով Գերմանիայի քայլերից դուք հնարավոր համարում եք, որ մոտաբագայում Գերմանիան փորձի ավելի մեծ դերակատարում ստանձնել, գուցե ձգտի միջնորդի դերակատարության, որն է առհասարակ Գերմանիայի պլան մաքսիմումը կամ առավելագույնը, որը փորձում է ձգտել Գերմանիան։ Ուրեմն Գերմանիան հունիսի 14-ին ներկայացրեց ամենաբարձր մակարդակով իր անվտանգության ստրատեգիայի փաստաթուղթ, որը բավականին ծավալուն էր եւ պարունակում էր այն կարևոր կետերը, որոնք որ Գերմանիայի անվտանգության համար առաջնային են եւ որից որ բխում են հետեւյալ քայլերը։ Եվ այդտեղ պետք է հասկանալու համար ամբողջ պատկերը պետք է դա ուսումնասիրել եւ եթե դա կարդում ենք, մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանը ամենայն դեպս այնտեղ նշված չէ, Վրաստանը մի անգամ նշված է եւ բազմաթիվ անգամ այնտեղ օրինակի համար նշվում է իրենց էներգետիկ անվտանգության խնդիրը,
որը այս ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ավելի սրվել է, այսինքն իրանք կոնկրետ խնդիրներ ունեն։ Եվ մենք դա պետք է չմոռանանք։ Այստեղ կա նաև այն հանգամանքը, որ Գերմանիան վարում է արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն։ Դա այսինքն իրենց ելույթների մեջ միշտ նշվում է, սակայն կոնկրետ գործողություններ ինչ չափով կընդգրկվեն, դա պետք է մի քիչ ավելի սթափ գնահատել, որովհետև նույն Ուկրաինայի պարագայում, երբ որ Արևմուտքը Ամերիկայի առաջությամբ միասնական Արևմուտքը պայքարում է փաստացի Ռուսաստանի դեմ Ուկրաինայում, Գերմանիան եւ կանցլերը հատկապես բավականին կամած փոքր քայլերով սկսեցին ընդգրկվել եւ բավականին երկար ժամանակ դիմադրեցին ընդգրկվել։ Այսինքն զգուշավոր են գործում։ Այո, զգուշավոր են գործում եւ այստեղ ընդդիմությունը նաեւ քննադատում է այդ զգուշությունը, ասելով, որ իրենք միշտ ուշացնում են եւ այդ հանգամանքն մեզ պետք է զգոնացնի, որովհետեւ Գերմանիան մինչ այսօր ցույց է տվել, որ երկար ժամանակ նույն Մերքելի տարիներին բավականին զուսպ եւ լուր է մնացել, թե հիշում ենք 2020 թվականի պատերազմի ընթացքում բավականին լուր էր Գերմանիան եւ փորձում են նոր խնդիրների մեջ չընդգրկվել եւ այս ակտիվությունը, ինչպես ասացի, կապ ունի մի կողմից Ֆրանսիայի ակտիվության հետ, որը փորձում է ավելի մեծ գշրով մտնի Գերմանիայի հետ միասին, մյուս կողմից նաեւ այն, որ փաստացի հասկացնում են Գերմանիային, որ սա այն ավելի լայն պայքարի մի մաս է կազմում, Արևմուտք, Ռուսաստան, այսինքն նոր դասավորվածություններ պետք է ստեղծվեն, այս լոգիկայի մեջ է, որ պետք է հասկանալ, որ Գերմանիան ավելի ակտիվ է ընդգրկվում եւ Բերբոկի ելույթի մեջ դա նաեւ նշվեց, որ պետք է զերծ մնալ որոշ արտաքին ուժերի խառնվել Հայաստանի նաև ներքին խնդիրների մեջ, սա շատ կարևոր նախադասություն էր եւ կարևոր միտք էր, որը ցույց է տալիս նաև շահագրգռվածության առիթը։ Այսինքն այս կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ Գերմանիան փորձելու է ակտիվ դերակատարություն ունենալ Կովկասում, մասնավորապես հայ-ադրբեջանական գործընթացներում։ Այո, ունի արդեն ավելի ակտիվ դերակատարություն, նույն այն 100 դիտորդները մեր սահմանի լայնքով ղեկավարվում են գերմանացի ոստիկանի կողմից եւ մոտ 15 այլ գերմանացի ոստիկաններ են այդ միսիայի մեջ ընդգրկված եւ ուղղակի հարցը նա է թե իրենց ավելի ակտիվ ընդգրկվելը ինչքանով է բավարարելու Հայաստանի ներկա խնդիրները եւ ես այստեղ մեծ կասկածներ ունեմ։ Նաև Ֆրանսիայի առումով, այսինքն պետք է ստապ նայել հնարավորություններին այս երկրների, հատկապես Գերմանիայի եւ Ֆրանսիայի, եթե օրինակ նայում ենք, եթե Ֆրանսիային առնահատենք, նույն այս օրերին տեսնում ենք ինչպես են հեռանում որոշ աֆրիկյան երկրներից, այսինքն Հայաստանին այս պահին ավելին են պետք, քան հայտարարություններ, բարի կամք եւ այլն։ Հասկանալի։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ դե պատմականորեն իհարկե Վրաստանի հետ ավելի է կապված Գերմանիան, նաեւ էներգետիկ առումով երևի թե ակնարկեցիք Ադրբեջանը, իսկ որ Հայաստանի մասին խոսք չէր գնում, այս համատեքստում կուզեի հարցնել ինչ պետք է անի հայկական կողմը, այսինքն ինչ համագործակցության նոր ոլորտներ եք տեսնում հայ-գերմանական եւ ընդհանրապես ինչ ներուժ կա, որովհետեւ հիմնականում խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, սակայն հայ-գերմանական կապերում ինչ ներուժ կա։ Այո։ Պետք է ասել, որ անցած տարիների ընթացքում բավականին խորացվել են, զարգացվել են հայ-գերմանական հարաբերությունները, դա ողջունելի է, տարբեր մակարդակներով, լինի դա գործակցություն տարբեր քաղաքների միջև, կրթական ոլորտում, մշակույթի եւ այլն։ Այս պահին, սակայն, մեր Հայաստանի խնդիրները այլ են։ Ամենակարևոր խնդիրը անվտանգությունն է եւ եթե կոնկրետ նայենք ու փորձենք հասկանալ, թե ինչ պոտենցիալ կա այս պահին, առավելագույն ձևով օգտվել այս ակտիվությունից, պետք է ասեմ, որ քաղաքական դաշտում տարբեր կուսակցությունների կողմից Գերմանիայում եւ հատկապես իշխող կոալիցիայի անդամների կողմից եղան պահանջներ կամ այսպես ձևակերպեմ, բարձրաձայնվեց առաջին անգամ սանկցիաների գաղափարը Ադրբեջանի դեմ։ Դա եղավ կանաչների կողմից, այսինքն
բավականին նաև ազդեցիկ падգամավորների կողմից։ Դրանք կոնկրետ ինչ-որ որոշումներ չէին, բայց հայտարարություններ էին եւ առաջին անգամ այդ գաղափարը նետվեց մամուլի միջոցով դաշտ։ Եվ եթե մենք նայում ենք ինչ ունենք անելու, ես կարծում եմ, որ մենք պետք է դա այս պահին վերցնենք եւ խորացնենք այդ գաղափարը եւ այդ սանկցիաների պատժամիջոցների գործիքակազմը պետք է պատրաստել առնվազն եւ հայտարարել, որ դա պատրաստվում է, որովհետեւ տեսանելի է դառնում, որ միայն կոնկրետ ճնշումների պարագայով, այսինքն եթե Ադրբեջանը տեսնում է, որ որևէ գին պետք է վճարի իր քայլերի համար, պատրաստ կլինի մտածել այդ ուղղությամբ, որովհետեւ զուտ հայտարարությունները շատ կոնկրետ ասած լուրջ չեն ընդունում։ Իսկ այս համատեքստում կուզեի հարցնել, այսինքն դուք նշեցիք, որ աշխատելու տեղ կա Գերմանիայի հայ համայնքի մասին, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե ինչ ասել է Գերմանիայի հայ համայնք, որտեղ ցավոք մեր հայրենակիցները այդքան մեծ չեն, այսինքն մեծ թվով համայնքի մասին չէ խոսքը, ինչ որ քաղաքական ազդեցությունների մասին կարող ենք խոսել եւ այստեղ Գերմանիայի կառավարության վրա, որոշումների վրա եւ առասարակ ինչ մանավանդ հաշվի առնելով ավանդաբար մենք բոլորս գիտենք թուրքական մեծ համայնքի մասին Գերմանիայում։ Այո։ Ես կարծում եմ, որ այս համեմատաբար փոքրականակ համայնքը տարբեր թվերի մասին են միշտ խոսում 50,000, 60,000 եւ այլն ունի մեծ պոտենցիալ։ Այսինքն թվականակը կողք դնենք, պոտենցիալը ավելի մեծ է։ Եվ առաջին հերթին Գերմանիան ժողովրդավարական երկիր է, այսինքն այս մեխանիզմները, որոնք գոյություն ունեն, պետք է ավելի էֆեկտիվ ձևով օգտագործել։ Մենք ունենք առաջնորդարան ու ունենք կենտրոնական խորհուրդը, այստեղ կա օրինակի համար նաև հայ իրավաբանների միությունը, սրանք կառույցներ են, որոնք որ զուտ լոկալ մասշտաբով չեն գործում, այսինքն համայնքային աշխատանքներով չեն զբաղվում, այլ հենց ընդհանուր հայության խնդիրներով են զբաղվում Գերմանիայով մեկ եւ պետք է առաջին հերթին ճիշտ կազմակերպվել։ Մենք կազմակերպվելու խնդիր ունենք, որովհետև այդ պոտենցիալները միայն կարող ենք գործի դնել, եթե ճիշտ ձևով կազմակերպենք, ծրագիր կազմենք եւ շարժվենք այդ ծրագրով։ Ավելի կոնկրետ ասեմ, օրինակի համար ունենք մի քանի լրագրողներ հայ ծագումով, որոնք տարբեր լրատվամիջոցների համար են աշխատում եւ շատ շահագրգռված են։ Այո, իրենք օրինակ Twitter-ում եւ տարբեր կայքերում մեկընդմեջ հոդվածներ են նաեւ գտնում, որ ուշադրությունը Գերմանիայի հանրության շեղեն մեր խնդիրների վրա։ Սակայն նրանք ընդհանուր առմամբ կոորդինացված չեն։ Մյուս առումով համայնքները, քանի որ նշեցի ժողովրդական երկիր է, համայնքները պետք է իրենց քաղաքներում, իրենց համայնքներում պետք է մոտենան այն քաղաքական գործիչներին, օրինակի համար Բունդեսթագի падգամավորներին, որոնք որ որոշակի ազդեցություն ունեն իրենց ֆրակցիաներում, եւ որպես Գերմանիայի քաղաքացիներ, այս պետության քաղաքացիներ, բարձրաձայնեն այս խնդիրները։ Հիմա կոնկրետ ես Համբուրգում եմ բնակվում, մենք այդ ուղղությամբ ուզում ենք աշխատել եւ կամ փորձել, այնպես չի, որ չի արվում դա, ցույցեր են տեղի ունենում, նամակներ են գրվում, մամուլի հայտարարություններ են գրվում։ Ուղղակի դա ընդհանուր առմամբ միասին չի կոորդինացվում, որ ավելի մեծ կշիռ ունենա եւ ազդեցություն ունենա։ Եվ այդ падգամավորները, որոնց որ պետք է ուղղել այդ խնդիրները եւ կոչերը, օրինակի համար այդ նշած սանկցիաների, պատժամիջոցների հարցի շուրջ, իրենք եթե նույնիսկ չգնան եւ օրուգիշեր չաշխատեն այդ ուղղությամբ, իրենց ֆրակցիայի նիստերի ժամանակ նշելու են եւ գիտակցելու են, որ իրանց, ասենց ասեմ, ընտրազանգվածի որոշ մասը շահագրգռված է այդ թեմայով։ Հասկանալի է։ Եվ վերջին հարցս նորից անդրադառնալով Արցախի թեմային, կուզեի հարցնել, թե Ադրբեջանի քայլերը Արցախի դեմ վերջին ինչ արձագանք են գտել Գերմանիայում, նկատի ունեմ լրատվամիջոցներում, ինչպես են արձագանքել գերմանական առաջատար լրատվական աղբյուրները։ Այո, բավականին հաճախ եւ ակտիվ ներկայացվում է այս ծանր իրավիճակը, խորը մտահոգված են եւ ներկայացնում են, այսինքն այս ամբողջ մղձավանջը,
ուղղակի գնահատականները իմ կարծիքով դեռ պետք է ավելի խիստ լինեն, այսինքն ագրեսորը ավելի հստակ պետք է նշվի եւ պետք է նաեւ շեշտը դրվի նրա վրա, որ մինչ այսօր փաստացի չեն արվել կոնկրետ քայլեր նաև Գերմանիայի կողմից, որ չհասնի այս ծանր իրավիճակին, այս ճգնաժամին։ Եվ պետք է նաև հայկական համայնքը, որի մասին խոսեցինք, այս առիթից օգտվի եւ ավելի ընդգրկվի օգտվի այս հնարավորությունից, այո, գործնականում պետք է օգտվի այս հնարավորությունից։ Շնորհակալություն, պարոն Բալայան։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ Civilnet-ի տաղավարից զրուցում էի քաղաքագետ Վահան Բալայանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։